Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի ցանկությունը անպատասխանատվության, անօրինականության, անտարբերության դեմ պայքարն է, որովհետև ցանկությունն է արտահայտում մարդու էությունը։ Ես, Վայո Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը սթափ մտքով փորձում ենք բացառել վատը։ Հայաստանում 2010 թվականին մեկնարկեց սերմափոխության ծրագիրը։ Պետությունը որակյալ ցորենի սերմացուի ձեռքբերման հարցում նախ աջակցեց խոշոր ֆերմերներին։ Էլիտար սերմացուից ստացված առաջին վերարտադրության ցորենը յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց 2-ի համամասնությամբ պետք է վերադարձվեր, հետո էժան գներով բաշխվեր գյուղացիներին։ Մեկնարկից մոտ 1 տարի անց որոշ տարածաշրջաններում բողոքում էին, թե սերմացուն անորակ է եղել, եղանակն էլ անբարենպաստ և հրաժարվում էին վերադարձնել։ Երբ կառավարությունն ընդառաջ գնաց էլիտար սերմացուի ստացածներին, նվազեցնելով գինը, կրքերը անդրդվեցին։ Գործընթացը սահուն կանցներ, եթե չպարզենք, որ որոշ համայնքներ պետությանը պարտք են նախորդ մի քանի տարիներին ստացած սերմացուի դիմաց։ Այն բաշխել են ֆերմերներին, սակայն գումար համապատասխան հաշվի համարին չեն փոխանցել։ Որոշեցինք ևս մեկ անգամ անդրադառնալ այս ծրագրին, հասկանալու, ինչու գյուղացիները չեն վճարում։ Մանրամասները Շուշանիկ Միրզոյանի, որ ունենամ կտամ ռեպորտաժում։ Ցորենի սերմացուի պարտքեր ունեն Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակավայրերը։ Կառավարությունը սերմացուն հատկացնում է մարզպետարաններին, դրանք էլ համայնքապետարանների հայտերի հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնցից էլ սերմացուն ստանում է ֆերմերը։ Սերմացուն տրամադրվում է մարզպետարանին, հաջորդ տարվա վճարման պայմանով 1 կիլոգրամը 160 դրամ։ Այդ սերմացուն պետությունը գնում է 170 դրամով, 10 դրամը պետությունը դոտացիան ինքն է տալիս։ 13 թվականին գումարը եղել է 494 միլիոն 851 հազար դրամ, առ այսօր վճարվել է 411 միլիոն դրամ։ 2014 թվականին տրամադրված սերմացուների գումարը 674 միլիոն, առ այսօր վճարվել է 162 միլիոն։ Իրար կողքի գտնվող երկու համայնք, Մարմաշեն, Վարամաբերդ։ Վարամաբերդ 100% փակել է, Կապսը 100% փակել է, Մարմաշենը ոչ մի լումա չի փակել։ Իրավիճակը հասկանալու համար պարտապան համայնքներից մեկն ենք ուղևորվում։ Մինչ զրուցում ենք չվճարած ֆերմերներից մեկի հետ, մեր այցի մասին լուրը համայնքապետարան է հասնում։ Մեր այցի մասին լուրը մեզանից շուտ էր հասել գյուղապետարան, մարդիկ թողել էին բանուգործ ու ցրվել, մոռանալով փակել անգամ մուտքի դուռը։ Մեր մոտը միտեղ աշխատել է, հազվագյուտ մարդիկ կա, միտեղ 6-ը աշխատել է։ Հարկ հավաքել էին ելել։ Զարմանալին այն է, որ Իսահակյան գյուղի տարբեր կողմերից գյուղապետարան են գալիս հարկահավաքն ու գործընթացին չմասնակցող այլ աշխատակիցներ։ Օրինակ, գյուղապետի տեղակալն ու խորհրդականը պնդում են, սերմացուի դիմաց վճարումների չափից տեղյակ չեն։ Եթե թվերից տեղյակ չեն, որտողոսն է տվել, որը չի պետք է անցամ գյուղապետից, որովհետև Եկի ուտվաբանություն ինքն է կատարող, մուզումն է կատարող ինքը, բայց աղաքին տներ կան, որ այսօրվա դրությամբ իրոք չեն տրել։ Մոտավորապես 40-ից 50%։ Գյուղացիները սերմացու ստանում են համայնքի հետ պայմանագրով, վճարում են տեղական ինքնակառավարման մարմնին, որի ղեկավարն էլ գումարը փոխանցում է հատուկ նպատակային հաշվեհամարին։ Մեր տեղեկություններով համայնքը միլիոնավոր դրամների պարտք ունի։ Արդյոք միայն գյուղացիների մեղքով, եւ ինչու մարդիկ չեն վճարում։ Համայնքի ղեկավարի պատասխանատվության խնդիրն է Անի տարածաշրջան, Շիրագավան, Իսահակյան, Դուսախբեր։ Շիրագավանը արդեն որևէ անգամ 100%։ Ինչքան ծրագրի սկսվել է այս համարկը 100%, ուրեմն իրեն պարտավորությունները պետության նկատմամբ կատարել է։ Ամենացած երկու համայնքը չեն կատարել։ Կանձրև չի եկել, կարգուտները զարգել է, բերքը չենք ստացել նորմալ։ 4 հեկտար ցանը 3 տոննա ցորեն ենք քարել։ Հմել հնարավորություն չկա, ռուսական եժնցել է, Հարգած փողերը գումար չի կազում, չեն կրնում, որ գյուղապետարանի պարտքը տան։ Ցորենը բերում տես չես ստանում, թեկուզ բարեկամություն տալիս ես, ոչ մի տեսքի չես ստանում։ Ես ես տալի, հեկտարով կեսից քաղել եմ 50 կիլո ցորեն։ Անվճարանու ագենտ հիմնական այդ գումարներ ստանում Ռուսաստանի։ Տեսնենք, վարկերը փակվինք, ստիծնդից մեկեր, տեսնենք բաշխպտի տան, վերցնենք, որ նորից գյուղապետարանի փողերը փակվին։ Շատ եք պարտ գյուղապետարանին։ Ահա 240,000 պարտին։ Սերմացուի փողն է։ Մենակ սերմացուի փողը։ Խնդիրը այստեղ չի կարելի տեղափոխել ոչ սերմի որակի, ոչ բնակլիմայական պայմանների։ Սակայն գյուղում անբարեխիղճ են ոչ բոլորը։ Ալբերտն օրինակ 4 տարի ծրագրի շահառուն է։ Ինքն ու համագյուղացիներից շատերը միշտ ժամանակին վճարել են։ Ցանել ենք սերմացու։ Բարձրներ տվել ենք ժամանակին։ Իսկ ձեր շրջապատում շատ կա մարդ ով տվել է։ Համայր այլի կարելի է։ Ահա դիտող կա։ Ես նոր քեզ դիտեմ։ Որով մարդիկ կան ու շատ ունիվերսիտ։ Կան, չտվողներ շատ կան։ Հա, բայց մեծամասնությունը կարելի ասել տվել են։ Այս Երևանն
Այդ չենտեղ Երևանը։ Շատ է վերցրել, բայց տոն 800 կիլո։ Չեք կարող գտնեք։ Դե գտնելը ո՞ն է, քսե այսօր կուզամ 2% տակ է։ Ի վերջո քանի ֆերմեր է վճարել, պարզել չեն կարողանում։ Գյուղապետն այդպես էլ համայնք չի գալիս։ Սակայն համադրելով ֆերմերի ու գյուղապետարանի աշխատակիցների տվյալները, մտածում ենք, արդյոք չեն կրկնվում դիզվառելիքի ու պարարտանյութերի բաշխման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները, եւ համայնքապետերը նպատակային են արդյոք օգտագործում գյուղացիների վճարումները։ Լուրերի համաձայն նման դեպք արդեն արձանագրվել է։ Մի գյուղապետ իր դիմումի համաձայն գործազուրկ է դարձել, երբ պարզվել է, որ հյուրացրել է սերմացուի գումարը, իհարկե պարտքը վճարելուց հետո։ Դատական կարգով։ Հիմա նաև մենք ունենք արդեն պատրաստված նյութեր 3 համայնքների համար, եթե մոտակա օրերից այդ համայնքները իրենց պարտավորությունները չկատարեցին, միանշանակ այդ համայնքների նկատմամբ դատական կարգով մենք ուրեմն տալու ենք եւ այդ հարցը լուծելու ենք։ Ներկայային նյութերը պատրաստ է զույգախբյուր, ողջի եւ մարմաշին համայնքների համար։ Կարող է 3 չնի, կարող 5 լինի, որտեղ գիտեմ դեպքեր, կոնկրետ Գեղարքունիքի մարզում եղել է դեպքեր, որոնք վճարում չեն կատարել, դիմել են դատական մարմիններին, մոտավորապես 3 միլիոն դրամի չափ գումարից գրեթե բոլոր գումարը դատական միջոցով գանձվել է եւ փոխանցվել է սերմերի գործակալության նպատակային հաշվին։ Ախր մեկից ծանոթ ենք։ Այսօր նման գործեր են նախապատրաստվում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Վերապահումներ կատարվում են միայն 2 տարի անընդմեջ բնական աղետներից տուժած համայնքների նկատմամբ։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Սննդամթերքի որակի հետ կապված ահազանգեր միշտ ենք ստանում, որոնք հաճախ վերաբերում են հավի մսին։ Քաղաքացիները նշում են, որ վաճառվող հավերի մի մասը ուռած է, մտավախություն հայտնելով, թե դրանց կարող են ինչ-որ նյութներ արկած լինել։ Մեկն էլ պատմում էր, թե որդին արդեն որերորդ անգամ հավի մսից աղեստամոքսային խնդիրներ է ունենում։ Այս պատմությանը կանդրադառնամ քիչ հետո, մինչ այդ։ Գնել ենք խանութում վաճառվող ներկրված ու տեղական արտադրության սառեցված հավի միս ու հավ եւ փորձաքննության տարել Ստանդարտ Դիալոգ ընկերություն։ Արդյունքները ապշեցնող են։ Ներկրված հավի 3 նմուշից 2-ում մանրեներ են հայտնաբերվել, այդ թվում սալմոնելլայի։ Մասնագետների կարծիքով վատ եփելու դեպքում սա կարող է աղիքային սուր ինֆեկցիայի սալմոնելոզի պատճառ դառնալ։ Տեղական հավի 2 նմուշում մաֆան ցուցանիշների խախտումներ են արձանագրվել, ինչը մասնագետները պայմանավորում են սանիտարական նորմերի խախտմամբ։ Որտեղ են խախտվել արտադրության թե վաճառքի փուլում չգիտենք, ուստի կարող ենք միայն ակնկալել, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որի աշխատանքի մի մասն ի դեպ արդեն կատարել ենք, առաջիկայում կտա գոնե այդ հարցի պատասխանը։ Հիմա խոստացածս պատմության մանրամասները։ Լաբորատոր փորձաքննության պարզվեց, որ հավի մեջ ամենայն հավանականությամբ հակաբիոտիկ է եղել, քանի որ նույն ընկերության արտադրած հավի մեջ հենց հակաբիոտիկ է հայտնաբերվել։ Քաղաքացին դիսբակտերիոզ ունի եւ ինչպես պարզվում է, նման խնդիր ունեցողը հակաբիոտիկ ընդունելու դեպքում հենց աղեստամոքսային տրակտի խանգարում է ստանում։ Այժմ Սոնա Դանելյանի մնում է դիմել սովաբուժությանը։ Տեսանյութը։ Այս կինը Սուրանկյուն էր եկել դժգոհելու հավի մսի որակից։ Պատմում էր, որ խանութից ձեռք է բերել հիմնականում տեղական անվանմամբ հավի միսը, սակայն որդին, որը դիսբակտերիոզ ունի, այն ուտելուց հետո ամեն անգամ աղեստամոքսային լուրջ խնդիրներ է ունեցել։ Ճիշտ ասած, սկզբից չէի հասկանում, որ դա հավից է, որտեղ զուգահեռ ինքը ուրիշ սնունդ էր ընդունում, բայց մի քանի անգամ փորձեցի ինչ-որ տարբեր ձևերով պատրաստեմ, էլ եփեմ, էլ խորովեմ, ինչ ձևով փորձում էի ու համընկնում էր։ Միշտ իրեն մոտ փորլուծությունը հենց հավը օգտագործելուց հետո էր լինում։ Բժիշկները խորհուրդ են տվել սահմանափակել թռչնամսի օգտագործումը, բացատրելով, որ դրանցում հնարավոր է վնասակար նյութեր լինեն, որոնք հակացուցված են աղեստամոքսային խնդիրներ ունեցողներին։ Ասեցի, որ մեր տեղականն է, սառեցված չի, դրսից վերաշի, բայց ասեցին, որ դա կապ չունի, կարող է, որ մեր մոտ էլ ինչ-որ խնդիրներ լինեն։ Այս վերջի տարիներին իրոք թե ներկրված, թե տեղական պահվող կենդանիների նկատմամբ հորմոններ օգտագործում են։ Հորմոնները տալիս են շուտ աճ ստանալու համար, օրինակ 40 օրում 2 կիլոգրամ։ Մասնագետների կարծիքով սննդամթերքում ցանկացած հավելում պետք է մակնշվի, որպեսզի առողջական խնդիրներ ունեցողները կողմնորոշվեն։ Տիկնոջ դժգոհությունը հաշվի առնելով հետաքննություն անցկացրինք։ Խանութից գնեցինք նույն տեղական ՍՊ-ի հավի բուդը եւ հավիցայի բրոյլեր հավը, քանի որ դրանք մատակարարվում են հիմնականում մանկապարտեզներին։ Գնեցինք նաեւ ներկրված հավի բուդ, բդիկ եւ թև, նկատի ունենալով դրանց սպառման ծավալները։ Այս ամենը համարակալեցինք ու փորձաքննության հանձնեցինք Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա։ Արդյունքները պարզապես ապշեցնող էին։
առաջի նմուշում հայտնաբերվել է սալմոնելա մանրեն, երկրորդ նմուշում ցիտրոբակտեր մանրեն, երրորդ նմուշը եղել է մաքուր, չորրորդ եւ հինգերորդ նմուշներում հայտնաբերվել է մաֆամի բարձր քանակություն, ինչպես նաեւ հինգերորդ նմուշում հայտնաբերվել է տետրացիկլինային խմբի անտիբիոտիկի առկայություն։ Հիմա առավել մանրամասն։ Փորձանմուշներում տեղական արտադրանքը 4-րդն ու 5-րդն էին, մաֆամ ցուցանիշների բարձր քանակությամբ։ Մաֆամի ցուցանիշը ինձ ներկայացնում է դա ընդհանուր մանրեների քանակն է նմուշում, այսինքն 1 գրամում որքան մանրեր է պարունակում բարձր ցուցանիշը հիմնականում դա հիգիենիկ ցուցանիշ խախտում է, այսինքն դա ոչ հիգիենիկ պայմանների խախտման հետևանքով առաջացած ինչ-որ շեղում է։ Մաֆամ ցուցանիշը ասեն դա ժողովրդական լեզվով ասեմ ավելի հասկանում միկրոբային աղտոտվածություն, այսինքն չի բացառում պահպանման պայմաններ խախտելու դեպքում, բիտանության ժամկետը անցնելու դեպքում, այլ պատճառներից տվյալ խմբականակը աղտոտվի, նաև վաճառքի իրացման ցանցերով։ Թե թռչնաֆաբրիկաներում, թե շուկայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումների, դիտարկումների եւ մշտադիտարկումների իրավունք ունի։ Դիտարկում եւ մշտադիտարկում նա պարտավոր է իրականացնել, երբ կա սպառողի բողոք կամ ահազանգ։ Ծառայության պաշտոնյային առաջարկեցինք մեր ներկայացրած փաստերը համարել ահազանգ եւ համատեղ դիտարկում իրականացնել իրացման ցանցերում, օգտագործելով մեր ունեցած լվացուկների համար նախատեսված միջոցները։ Հուսանք պետի համապատասխան կարգադրագիրը չի ուշանա եւ ծառայությունը կուսումնասիրի խնդիրը։ Դիտարկում մշտադիտարկում համար ահազանգներ մեզ բավարար է, որպեսզի մենք գործընթաց սկսենք։ Մի համապատասխան հանձնարարականը, որից խոչընդոտ չլինի, որ մենք համատեղ անենք։ Իսկ հիմա ամենակարևորը՝ տեղական ՍՊ-ի արտադրանքում լաբորատոր արդյունքների համաձայն տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներ կային։ Գուցե սա է պատճառը, որ մեզ դիմաց տիկնոջ որդին խնդիրներ է ունեցել, քանի որ հակաբիոտիկները եւ դիսբակտերիոզը անհամատեղելի են։ Բժիշկները պնդում են, որ հակաբիոտիկների կուտակումն օրգանիզմում լուրջ խնդիրների է հանգեցնում։ Շատ հարուցիչներ արդեն կայուն են դարել մեր նույնիսկ ամենահզոր հակաբիոտիկների նկատմամբ։ Պատճառներից մեկն էլ սա է, որ մենք չգիտակցված անդադ օրգանիզմներ ենք մուծում անտիբիոտիկներ այդ թռչնամասի հետ միասին, եւ արդեն այս կամ այն հարուցիչը դառնում է կայուն այս կամ այն անտիբիոտիկի հակաբիոտիկի նկատմամբ։ Հարց է առաջանում, ինչու սննդամթերքի անվտանգության համար պատասխանատուները չեն կանխարգելել նման սննդամթերքի իրացումը։ Պարզվում է, նշված երկու ընկերությունում էլ ծառայությունը ստուգումներ ամենայն հավանականությամբ իրականացնելու է հաջորդ տարի, իսկ թե վերջին անգամ երբ է ստուգայց եղել, չեն կարողանում հիշել։ Դա լուրջ խախտում է, լուրջ շեղում է, եւ դա բացահայտել դեպքում, չգիտեմ դուք եք հիմնավորով, որ նման բան հայտնաբերվել է, որտեղում եք ես խնդրեի տրամադրեք նաև լիազոր մարմին եւ մենք դրան ընթաց կտանք։ Այսինքն լաբորատորիայի փաստաթուղթը, որտեղ փորձականության արձանագրություն, որտեղ հստակ կերևա, որ կոնկրետ այս տնտեսվարողի մոտ թռչնամասում հայտնաբերվել է այս ինչ հակաբիոտիկի մնացորդը։ Ստացվում է ծառայությունում բյուջեից գումար են ստանում այս կամ այն բողոքի հետքերով գնալու եւ արդեն իսկ բացահայտված խախտումներին ընթաց տալու համար։ Դե իսկ պատժաչափի մասին խոսելն ավելորդ է։ Այն չնչին է, ընդամենը 300,000 դրամ։ Գնորդը պետք է ինքը մի քիչ զգոն լինի, իմանա, որ ես չեմ ուզում ասել ամեն քայլափոխին, բայց կեղծումները այնքան շատ են, որ ոչ մի գործարար չի ուզում կորուստ ունենա, որտեղ դրանց մոտ հոգեբանությունը մի քիչ այլ է։ Աշխատում է ինչ-որ մի ձևով իրացնել առանց մտածելու, որ դա բերում է մարդու առողջության վնաս։ Մասնագետները բացատրում են, որ հակաբիոտիկները տնտեսվարողներն օգտագործում են թռչնանկումը եւ հիվանդությունները կանխելու նպատակով։ Մինչդեռ նորմերով սահմանված են, թե համապատասխան դեղամիջոցի ներարկումից որքան ժամանակ հետո կարելի է կենդանու սպանդ իրականացնել։ Արգելված է նաեւ հիվանդ կամ հոգեվարքի մեջ գտնվող կենդանու մորթը, քանի որ իմունիտետի կտրուկ անկման պատճառով օրգանիզմում ապրող բոլոր մանրեներն անցնում են մսի մեջ եւ հանգրվանում սպառողի ստամոքսում։ Դրանցից ամենավտանգավորն են սալմոնելայի եւ բոտուլիզմի մանրեները։ Սալմոնելա խմբի միկրոբների տեսակետից վտանգը որտեղից է գալի, որ մթերքը փչանում է, բայց տեսքը չի փոխվում։ Սա է վատը։ Տեսքը չի փոխվում։ Արդեն օգտագործելուց հետո արդեն զգում ես, որ դու վատացար։ Տեսանյութի սկզբում նշեցինք, որ առաջին փորձանմուշում սառեցրած ազդրամսում հենց սալմոնելայի մանրեներ են հայտնաբերվել, բտիկում էլ ցիտրոբակտերի։ Միայն սառեցրած թևիկն էր անվտանգ։ Պարզվում է, մեր երկիր ներմուծվող սննդամթերքը պարտադիր լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում։ Այս սահմանային տեսուչները ստուգում են միայն ուղեկցող փաստաթղթերը։ Ակնհայտ շեղումների դեպքում է պարտադիր լաբորատոր փորձաքննությունը։ Ուրեմն ինչպես պետք է սառեցված մսի մեջ մասնագետները տեսնեն սալմոնելայի մանրեները։ Դրա համար էլ դրանք սպառողներս են բացահայտում հիվանդանոցում հայտնվելուց հետո։ Սալմոնելաները արագ բազմանում են, երբ որ ջերմային ռեժիմ է խախտվում։ Այսինքն եթե տեղափոխող մեքենան, որոնք բոլորն էլ ունեն տերմոդատչիկներ,
ջերմային ռեժիմի տատանում է լինում, ուրեմն դա միանշանակ, որ թղթային զննումը մի կողմ դրած պարտադիր լաբորատոր փորձակնություն տեղի։ Սալմոնելայի առկայությունը դա հիմնականում գալիս է հենց սկզբանե թշնամասից, այսինքն դրա վարակման հավանականությունը կողմնակի արտաքին միջավայրից շատ ցածր է։ Այն պացիենտները, ում մոտ մենք ախտորոշում ենք լաբորատոր դիագնոստիկայի միջոցով սալմոնելլա հարուցիչը, եթե հայտնաբերվում, հիմնականում աղբյուրը լինում է թռչունը, թռչնամիսը, ձուն, բավական կայուն է սալմոնելլայի հարուցիչը, բավական կայուն է նույնիսկ 2-3 ժամ էփելու ժամանակ միշտ չի, որ նա վերանում է։ Ինչ հավ գնել, որ ընկերության արտադրանքը, այս հարցի պատասխանը դժվար է գտնել, քանի որ ինչպես համոզվեցիք, պատկան կառույցները պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը։ Ուստի տեղին է հիշել Շեքսպիրյան հայտնի դիլեման, փոքր-ինչ փոփոխված, գնել թե չգնել, սա է խնդիրը։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգյուն։ Չկա այնպիսի վիճակ, որից ելք չգտնվի։ Պարզապես պետք է դիմանալ, առաջ գնալ, կարողանալ ապրել նաև այն ժամանակ, երբ կյանքը անտանելի է դառնում։ Իսկ որոնելու դեպքում միշտ էլ սփոփանք լինում է։ Գյումրիի տնակային ավանում ապրող Կիրակոսյանների ամենամեծ սփոփանքը այն է, որ հրդեհի ժամանակ տանը մարդ չի եղել։ Կրակի լեզուները կլանել են ամեն ինչ, անօթևան թողնելով մի ամբողջ ընտանիքի։ Ավելի քան 20 տարի տուն տեղ են դրել ու մի քանի րոպեում կորցրել։ Առջևում Գյումրիի ցրտաշունչ և սաստիկ ձմեռն է, մինչդեռ նրանց ճակատագիրը անհայտ է։ Կարեկցողներ երգ կան, ցավոք միայն խորհուրդներով։ Մի օր բարեկամի, մի օր հարևանի տանը մնալով օր են մտնեցնում, հաճախ նաև կիսաքաղցած։ Այդ ընտանիքի անդամները թեև դժվար ժամանակներ են ապրում, այնուամենայնիվ չեն ընկճվում, քանի որ հավատն ու իրար համար ապրելու ցանկությունը մեծ է։ Մնում է հուսալ և ամփերել։ Այժմ Տաթև Մեսրոպյանի համբերությունը իմաստնության հիմք տեսանյութը։ Կրկին Գյումրիում ենք, տնակային ավանում։ Օրեր առաջ հոսանքի տատանման պատճառով առաջացած հրդեհը մոխրակույտի է վերածել Կիրակոսյանների տունը, որը ստեղծել էին ավելի քան 20 տարվա ընթացքում։ Հրդեհից հետո ծանոթ-անծանոթ արցունքն աչքերին օգնության են հասել։ Պատմում են, որ այս ամենին հետևելն այնքան դաժան է եղել, որ թվում է, թե կրակն արցունքներով է մարվել։ Բաց երկնքի տակ հայտնված Կիրակոսյանները մեր այցելության պահին այս ավերակներից փորձում էին հուշեր հավաքել։ Ուսփոփվում անգամ որոշ չափով պահպանված իրեր եւ լուսանկար գտնելիս։ Կրակն անգութի նման մոխրացրել էր ամեն ինչ։ Անգամ Աստվածաշունչն է այրվել։ Ծուխը գելներ տոմ տնագի վրայից։ Որ չեգանք սա հավաքված են, պաժարնին, ջուր, ամուսինս արդեն ուշագնաց հազիվ իրան դուրս էին հանը, ոդապոբիկ։ Հարևաններ տապշկեք տվե, որ ինքը հակներ։ Ամբողջ տնագը այդ ունեցված գետներ դրած ամեն ինչը 5 րոպեվա մեջ դառա մոխիր։ Իսկան նյութական այդքան ինձ ցավ չպատճառեց, իշքան իմ գրկերս։ Որ դոնք սա պապայից հիշադակն էին։ Դաժե ես Աստվածաշունչ ունեի, պապայից ցերով գրված գրություն կար մեջը։ Ես դիք աշկի լսի պես կպայի արեսոր։ Ու հմբի որ ես կպատկերացնեմ, որ չկա, ես չնեմ ինչ կպատկերին չկերնի։ Կրակը չէր խնայի նաև Կիրակոսյաններին, եթե տանը լինեին։ Ընտանիքի մայրը պատմում է, որ այդ օրը հյուրընկալվել են ազգականներից մեկի տանը, այնտեղ էլ գիշերել։ Տանը միայն ամուսինն է եղել, մուշեղը, ու հրդեհը բարեբախտաբար ցերեկն է բռնկել։ Գիշերը ոչ ոքի չէր խնայի։ 5 օր աղջիկս էլ երազ տեսե փոքրը։ Սավ երկրաշարժ եմ տեսե երազիս։ Երկնքից չդեմ ինչ փլվավ, ընկավ ու ամբողջովին կրակ էր։ Նախկինում էլ շքեղ չեն ապրել, բայց քաղցած չեն եղել, քրտինքով վաստակել են ապրուստը, մուշեղը կոշկակար է, արհեստանոցն ու գործիքներն էլ են այրվել։ Հարևանները պատմում են, որ ինչ մուշեղին հիշում են, կարիքավորներից գումար չի վերցրել։ Տեսել եմ հակու կավը բան, դելոր խեղջ է, էլ ինձ մի անգամ է սեղը գործեգա, վերեխուն զագես ծեն ճեշ կոշի դետ պոգ է, հենց իմ աշկից առաջը, հետ աղջիկ անսեցի որ երեխուն չգզալից, այդ ծեր գոզը ծերեկը սաշկի, մեր երեխով միցես է։ 3 հատ կարի մեկենա կար, չաշված կիսուրի սովորական կարի մեկենան կդորի։ Սաղ այրվել է։ Մի ինքը մնացել է բոբիկ սպեսած։ Մինչև տան այրվել է, մեզ պահել է իմ ամուսինս։ Ամբողջ է, հոգսը իրա վրա եղե, ես կողքից օգնել եմ։ Հետո աշունքը սպասել ենք միշտ աշնանը, աշնանքալուն դաշտերը
Շիրագի մարզի գից դաշտերը կարտոշկի հապեշկա հավաքի ժամանակ այս հարևան կանանց հետ գնացել եմ հավաքելու, այդպես օգնել եմ ամուսնուս ընտանիք ենք պահել։ Երբեք չենք վազել սենք շադին, քճով բավարարվել ենք, ապահովել ենք երեխեքի ուսումը ամենակարևորը, առողջություն, ուսում ամենակարևորն է։ Լևոնին ավագ որդուն տեսնելով եւ նրա հետ զրուցելով ավելի մեծ ցավ ապրեցինք, քան այս այրված տնից։ Որքան էլ անհավատալի է, բայց 21 տարեկան է, հյուծվածությունից իր տարիքից ավելի փոքր է երևում, բայց իր ուժերից վեր գործեր է արել, եթե իհարկե վստահել են։ Առողջական խնդիրների պատճառով անգամ մեծ ցանկության դեպքում բանակ չեն տարել։ Անչափահաս տարիքից սկսել է աշխատել, որ քրոջ համար պարապմունքների գնալու ճանապարհը ծախս հայթայթի։ Առավոտը 9-ից համը 10-ին 11-ին դեռ տուն կուկայի։ Հեսա կոզը պրզներ թևես կցավար, ոտնես կքաշվեր։ Տնեցիկին ցույց չէի տա, թե չեն թողնել էշտայի։ Կոզ եսի կուզեի աշխատեի փողյաներ։ Այսօր ժամանակավորապես ընկերներից մեկի տանն է բնակվում։ Մի քանի տեղ գնացել է աշխատանք խնդրելու, չեն ընդունել։ Չնայած որ աշխատողի կարիք ունեցել են, իսկ որտեղ էլ որ ընդունում են մյուս աշխատողների համեմատ նույն աշխատանքի դիմաց շատ ավելի ցածր են վճարում։ Հավաքված գումարով ճագարներ է գնել, որոնք նույնպես կրակի ճարակ են դարձել։ Մետեղն բանվոր կպահանջվեր, գնացեցի բանվորի հայտարարություն է գրված, Հաբասա բանվոր պետք չէ, պրոստը գրել ենք։ Ու աշխատանք չտևին։ Հենց մտածում եմ մի արեմ, ուժ չունիմ, դա համար աշխատանք չեմ տա։ Ուրիշներին 3000 կուտան, իրանը 1000 կուտան։ Ինչ խեղճ է բանել ենք։ Իսկ մի կնա, բանում կենեք չէ պավելեսա։ Իդեպ Կիրակոսյանների դուստրերը գերազանց առաջադիմությամբ են սովորում։ Ավագը սովորում է Երևանի պետական համալսարանում, բայց այսօր անգամ ճանապարհածախս չունի դասի գնալու համար։ Ուզում եմ համալսարանն ավարտեմ, դառնամ թարգմանիչ, մամայիս երազանքը կատարվի, տեսնի ինձ հաստատուն հողի վրա կանգնած։ Կիրակոսյանները ձմռան շեմին ոչ տանիք ունեն, ոչ սնվելու գումար, ոչ էլ հագուստ։ Բոլորն էլ նրանց ցավին կարեկից են, բայց միայն խոսքերով։ Փոքր աղջիկս առեսօր էս մի շաբաթ է դասի չի կարող գնալ, որովհետև տեղ չունենք, ապաստարան չունենք, մենք բաց երկինքի տակ ենք, այսօր այստեղ, վաղն այնտեղ։ Ամեն ինչ երել ենք, որ իրանց համար լավ եղնի, տունը սիրուն եղնի, թեկուզ թոմի էր, բայց սիրուն եղներ, ույուտ տեղներ, հանգիստ տեղներ մեզի համար, մենք կրնանայինք մեզի համար լավ ապրեինք։ Որքան էլ զարմանալի հնչի, բայց այս ավերակների մոխրակույտի մեջ կենթանություն էր զգացվում։ Երբ հիշեցինք, որ անգութ կրակն անգամ Աստվածաշունչը չի խնայել, հասկացանք, թե այս մոխրակույտի մեջ ինչն էր անմար մնացել։ Կրակը կարող է մոխրացնել ամեն ինչ, բացի հավատից։ Սա առաջին այրված Աստվածաշունչը չէ, բայց հավատն անմար է մեր մեջ, որովհետև հույսը, հավատը եւ սերն են մեզ ապրեցնում։ Փորձությունները որքան էլ որ ծանր են, գուցե Աստված նաև այդ կերպ է մեզ փորձում, թե ինչքան ուժեղ են փորձության մեջ հայտնվածի հավատն ու կարեկցի ձեռքը։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ 406-րդ համարի գրանցվածը մխիթարվում է, որ 700-րդ էլ կա։ Տղեկի մոտ կա 500 քանիս արդեն։ Ինչու են իրենց բանկային հաշիվները կալանքի տակ։ Գնաց է ասել եմ տուն, նորից էս նույն ակտը հետա եկի իմ տան վրա։ Կարող է կալանք կիրառել դատական ակտերի հիմքով։ Դու գանքը չպետք է ընկալու որպես շահութանալու միջոց։ Ուղարկել են ճանապարհային ոստիկանություն, այնտեղից բանկից նորից ԴՀԿ։ Եթե մեզ փոսիկայի ասում գնա ՎՏԲ։ Կալանքի տակ են հայտնվել նաև Սամվել Ճզմաչյանի հաշիվները։ Դուք այդ խախտման համար դուք արդեն վճարել եք։ Պարզել են, որ իրենց հաշվից բռնագանձվել է ուրիշի կատարած խախտման կամ այլ պարտավորության համար։ Կարևորը որ փողը հասել է տեղ։ Իմ երիկամը առողջ չէ։ Նախտես բերել եմ։ Հենց նոր է ավարտել դիալիզը։ Իան չի լինի, որ իանից հեշտանալ։ Մահացածներից օրգաններ առայժմ չեն վերցնում։ Համաձայն եք մահանալու դեպքում դոնոր լինենք։ Մահացածների մեծամասնությունը գլխուղեղի վնասվածք են ունենում։ Մարդիկ մահանում են եւ ուղեղի մահը ընդհանրապես չի ֆիքսվում։ Այդ համաձայնությունը պարտադիր է։ Ամեն ինչ արվեց մարդու կյանքը փրկելու, բայց չփրկվեց։ Մահից հետո օրգանները հնարավոր է պահել կարճ ժամանակ։ Դասակ ինչ կանոր։ Կոնի իրանց համար։ Գաղտնիք չէ, որ բնակչության միստվար զանգված ունի վարկ, ապառիկ և ամսական պարտադիր այլ վճարներ, որոնք պահում է բանկային հաշվի համարին։ Ու երբ առաջանում է ֆինանսական լրացուցիչ պարտավորություն, որին հասցեատերը անտեղյակ է,
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ասենք 10,000 դրամի պատճառով շատ ավելի մեծ գումար է կորցնում։ Որն է խնդիրը, կհարցնեք դուք։ Բանն այն է, որ անցած տարվա ամիսներ տևած մղձավանջը կրկնվում է։ Վերջին ժամանակահատվածում հաճախակիացել են դատական ակտերի հարկադիր կատարողների և բանկերի գործունեությանն առնչվող բողոքները։ Անշուշտ հիշում եք, երբ ասենք 10,000 դրամ տուգանք չվճարելու համար ինչպես էին արգելափակում քաղաքացիների բանկային ամբողջ հաշիվները։ Այդ ապօրինությունները մեզ ահազանգվածների հավաստմամբ վերսկսվել են, չնայած օրենքով տույժ է սահմանվել քաղաքացիների ամբողջական հաշիվները արգելափակող բանկերի նկատմամբ։ Այդ խնդրին բախված տասնյակ քաղաքացիներ են մեզ դիմել, դժգոհելով նաև հարկադիր կատարողների կամայականություններից։ Մասնավորապես, տուգանքի մասին միայն բանկում են տեղեկանում, որ դահքի պահանջով իրենց հաշվի վրա կալանք է դրված։ Ասել է, թե հարկադիր կատարման ծառայությունը նախքան կալանքը պատշաճ չի ծանուցում, ու դրա հետևանքով փաստի առաջ է կանգնել սրտի երկու կաթված տարած և մեզ դիմաց քաղաքացին, որը չի կարողանում վճարել դեղերի համար։ Մինչդեռ պատշաճ ծանուցման դեպքում նույն քաղաքացու խոսքով ոչ միայն անմիջապես կվճարեր, այլև չէր զարմանա ու զայրանա։ Բողոքում են նաև, թե տուգանքները վճարելու համար ժամերով հերթ են կանգնում ծառայությունում։ Մի մասի բախտը բերում է և վճարումն իրականացնում է պատուհանի սկզբունքով։ Մյուսներն օգտվում են տերմինալից, որը 7500 դրամից ավելի չի ընդունում և սպասարկման դիմաց գանձում է 300 դրամ։ Այսինքն, եթե ունեք 20,000 դրամի տուգանք, պետք է վճարեք 20,900 դրամ։ Մի խոսքով, կատարյալ տրագիկոմեդիա, որը հարցականի տակ է դնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ կարգախոսի օրինականությունը։ Այժմ Նելլի Հարությունյանի փոքր զանցանք մեծ պատիժ հետաքննությունը։ ԴՀԿ ծառայության նախասրահում հերթում, ինչպես ասում են, իրար են ուտում։ 406-րդ համարի գրանցվածը մխիթարվում է, որ 700-րդն էլ կա։ 460-րդ է։ Այդ այսօրվա համարն է։ Դա այսօրվա համարն է։ Արդեն 700-ի է ասում։ Տղեկի մոտ կա 500 քանիս արդեն 600։ Ես 406 համարն եմ։ Չնայած հիմա տեխնիկական վերազինման շնորհիվ վճարումները հնարավոր է կատարել առանց ժամանակ կորցնելու ցանկացած վայրից ու մարզից, դրանից շատ բան չի փոխվել։ Նախ տերմինալով վճարելիս յուրաքանչյուր գործարքից 300 դրամ միջնորդավճար է գանձվում, ինչը մանավանդ թոշակառուներին շատ է զայրացնում։ Բացի այս հավաքվածների մեծ մասը փորձում է պարզել, ինչու են իրենց բանկային հաշիվները կալանքի տակ, ինչու են միևնույն տուգանքը որերորդ անգամ վճարելու պահանջ ներկայացվել եւ այլն։ Երկու բանկային հաշիվ ունեմ, երկուսից է գումար պահած, առանց զգուշացնել։ Մի 26000-ի չափ պահած է։ Ամբողջ հաշվի համարի վրա է դրված, փողն էլ պահել են իրանք, ես էլ մի ամիս առաջ մուծել եմ այդ գումարը, ասում են տեղ չի հասել։ Ժամանակի շուտ եմ վճարում, դրա համար մարդկանց չեմ պարգևատրում։ SMS եկավ հեռախոսից վրա, դուք արգելանք ունեք, գնացեք դահակ։ Ասել են, որ 12 թվականին ես որ ինչ-որ տուգանք եմ ունեցել մեքենայի, ու դրա համար բոլոր իմ հաշիվներս արգելանքի տակ էր։ Այս ակտերը ուղիղ 15 անգամ ես վերը իրանց տվել են, գնացել ասել եմ տուն, նորից այս նույն ակտը հետա եկի իմ տան վրա։ Ասում են թույլ իմացություն է, 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, նույնը իմ աշխատավարձերն են փակել։ Համար են տալիս հաշվի, որ տուգանք ունեք, գնում են բանկ, նայում են այդ հաշվին, ասում են սխալ են ստեղ գրել։ Ես կոմպյուտեր եմ մտնում, չի ցույց տալիս, չի բացում։ Գնում են բանկ փող մուծելու, ասում են փագա ձեր հաշիվը։ Ես չեմ հասկանում, ինչի է փակ։ Իսկ ամբողջ հաշիվն են կալանքի տակ վերցրել։ Հա, ոչ մի գործեր չեն անում։ Այսինքն թեկուզ 1000 դրամ հիմա չեք կարող հաշվից անել։ Ոչ էլ կարող եմ գցել։ Թեկուզ 10000 դրամ, այսօր ինձ 300000 դրամ աշխատավարձ չունեմ։ Ունեմ 100000 դրամ աշխատավարձ, 100000-ի 70%-ը պետական հարկոտ են մուծում։ Թոշակի հաշվի համար վրա կալանք են դրել։ Այո, 2 անգամ չեմ ստացել։ Մուծած ես չեկերը բերել ցույց եմ տվել մուծված, բայց հետագայում ասում մեր մեղքով չի, գայնա սխալ ինֆորմացիա տվել, կալանք են դրել։ 10 օր տևե մինչև կարանքից անել են։ Եթե դատական ակտ լիներ, հարկադիր ձևով կարող է դա տարվել, բայց սա դատական ակտ չի, վարչական ակտ է։ Ուշադրություն, նույնիսկ անվանումից պարզ է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարող է կալանք կիրառել դատական ակտերի հիմքով։ Դա օրինականացվել է այսպես, հարմարեցվել է այդ հարկահավաքության նպատակին։ Հենց հիմա Արտակ Զենալյանի մոտ գործ կա, երբ քաղաքացին դատարանում բողոքարկում է ճանապարհային ոստիկանության վարչական որոշումը, բայց ԴՀԿ-ն արդեն նրա հաշիվները նույն ակտով չկատարված պարտավորության համար կալանքի տակ է դրել։ Տուգանքը չպետք է ընկալվի որպես շահույթ ստանալու միջոց։ Ամբողջությամբ վերածել է հարկատեսակի եւ ամբողջ այսպես բանով ագահությամբ կլանում է դա։ Սա միայն օրինակներից մեկն է։ Դեպքեր ունենք, երբ թոշակառուն, որը ոչ վարորդական իրավունք ունի, ոչ մեքենա ունի, համ էլ հաշմանդամը
նրա հաշիվների վրա կալանք են դրել, որովհետև նա երկու հատ ճանապարհային երթևեկության կանոն է խախտել։ Այս գործով առաջին ատյանի դատարանը քաղաքացու հայցը բավարարել է, բայց ճանապարհային ոստիկանությունը վճիռը ներկայում բողոքարկում է վերաքննիչում։ Ծրարները էժան լինելու համար չունեն հանձնման մասին ծանոթություն։ Այն վարդագույն թղթերը այսպես կոչված, որ մարդը ստորագրի, որ դա ստացել է եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը իր մոտ նայի, տեսնի, որ այսինչ ամսաթվին, այսինչ անձնավորություն, այսինչ բանը ստացել է, այդ պահից մեր որոշումը մտել է ուժի մեջ։ Հնարավոր չի ապահովել այդքան ծանոթությունների հոսքը, որովհետեւ մարդը ով է, որ սա հակասահմանադրական վիճակ է։ Ամբողջ օրը ԴՀԿ-ում հերթ կանգնելը դեռ չարյաց փոքրագույնն է։ Կան քաղաքացիներ, որոնց ժամեր կանգնելուց հետո նորից ուղարկել են ճանապարհային ոստիկանություն, այնտեղից բանկ, բանկից նորից ԴՀԿ։ Ուղարկել են ստե, ասել են գնացեք, դա ճիշտ է, ինչ հարցեր ունեք։ Ես 3 առավոտյան ժամին ներկայացնում եմ ստեղ, իրանց հարց եմ տալի, աշխատողները ասում են գնա փոսի գայի։ Եթե մեզ փոսի գայի, ասում է գնա ՎՏԲ։ ՎՏԲ-ից ուղարկում են ստեղ, ոչ մի կոնկրետ պատասխան չի տալի։ ՀԿ-ն որևէ պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա այդ հարցում։ Ամբողջը տվեց բանկին, всё, բանկ դու աղա, դու լուծի, դու միացրա քո համակարգիչը, դու ցույց տուր բնակչին, դա բանկի աշխատանքն է։ Բանկն էլ գցում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա, այնտեղից ստացել ես որոշումը, ես էլ եմ ստացել կատարումը։ Ինչի համար է հաշիվը կալանքի տակ հարցին կարող է պատասխանել միայն ԴՀԿ-ն։ Իսկ որ կառույցն է կալանքի որոշումը ուղարկել, պարտավոր է տեղեկացնել բանկը։ Այնտեղ ասում են 5000 վճարեք, լրացուցիչ 5000 դրամ, որովհետեւ մենք դա ասենք։ Կլպելու բան է տրամադրված, մարդ որտեղից գտնենք, վրայից մի բան տանենք։ Վերջերս կալանքի տակ են հայտնվել նաև Սամվել Ճզմաչյանի հաշիվները։ Բանկից տեղեկացրել են, որ ճանապարհային ոստիկանության չվճարված տուգանք ունի։ Ես զարմացած մնացի 2014 թվականից եւ 5000-ն էլ դարձել էր 15000։ Արդեն իսկ գումարը բռնագանձել է։ Ես ինքս էլ մինչև հիմա դեռ չեմ պարզել, ներող կլինեք, թե բանը որ խախտման համար է դա։ Իսկ ո՞ւց այդ խախտման համար դուք արդեն վճարել եք։ Հնարավոր է։ Մի շարք բանկերի ղեկավարներ Սամվել Ճզմաչյանի հետ զրույցում գրեթե երդվել են, որ կոնկրետ գումարի համար ամբողջ հաշիվը սառեցնելու պրակտիկան վերացրել են։ Եվ ասեցին, որ դա հնարավոր չի ընդհանրապես։ Հնարավոր չի, որովհետև բոլորն էլ ծրագրային ապահովություն ունեն։ Ուշագրավ է, որ օրենքով դա միշտ էլ արգելված է եղել։ Պարզապես հաշիվները սառեցնելու խնդիրը մեծ հնչեղություն չի ունեցել եւ բանկերը չեն ջանացել զինվել համապատասխան ծրագրով, որը թույլ կտար հաշվի գումարը կալանքի տակ առնել մասնակի։ Հիմա արդեն երբ ԴՀԿ-ից օրական ստացվող համապատասխան որոշումների թիվը նախկին 200-300-ից հասել է 10-ից 12000-ի, իրենց հարմարավետության համար բանկերը ծրագրերը ներդրել են։ Օրենքով պիտի դրվի այն չափով, ինչ չափով որ տուգանքն է, բայց դա չի աշխատում։ Բանկերը ամբողջ հաշվի վրա դնում են այդ կալանքը։ Ուղղակի հնարավոր է, որտեվ ինչ ուզում եք արեք, տվյալ աշխատանքում գրանցված է մարդկային աշխատանք, մարդու աշխատանքը։ Նա կարող է ուղղակի սխալ անել, նա կարող է թերանալ, նա կարող է ներողություն խոսքիս համար թամբալություն անել։ Չեն վերահսկում։ Պետք չի, կարևորը փողը տանելն է։ Թե հետո ով ում հետ ինչ տեղի կունենա։ Կան քաղաքացիներ, որոնք ավելի զավեշտալի իրավիճակում են հայտնվել, երբ պարզել են, որ իրենց հաշվից բռնագանձվել է ուրիշի կատարած խախտման կամ այլ պարտավորության համար։ Սա եւս ներեցեք թյուրիմացությունը եղել շարքից է, բայց գումարները վերադարձնելու եղանակները դեռ հայտնի չեն։ Եթե ԴՀԿ-ն ստույգ փաստաթուղթ է տվել, իսկ բանկը ուրիշի հաշվից է բռնագանձել, բանկն է մեղավոր։ Կարևորը որ փողը հասել է տեղ։ Դա հենց այս ողջ մեխանիզմի թափանիվի վերջնական արդյունքն է, թե արանքում այդ թափանվի տակ ով կճխլվի, ճզմվի, բացարձակ էական չի։ ԴՀԿ լրատվական ծառայությանը ուղղված մեր հարցերին պատասխանել են, որ պետական այս մարմինը արգելանքի պահանջ է ուղարկում բանկեր բացառապես պարտքի տուժ տուգանքի չափով, ներառյալ կատարողական ծախսերը։ Պարտապանի բանկային հաշիվների եւ գույքի վրա ամբողջությամբ արգելանք է կիրառվում, եթե կատարողական թերթով գումարի կոնկրետ չափ սահմանված չէ։ ԴՀԿ-ն կալանքի պահանջ կարող է ներկայացնել նաեւ թոշակի հաշվի համարի վրա, մինչեւ 30%-ի չափով, ոչ ամբողջությամբ, անգամ եթե պարտավորությունը գերազանցում է սահմանված 30%-ը։ Ամբողջ այս գործընթացը իմ խորին համոզմամբ անարդար է։ Բանկ, ԴՀԿ, ճանապարհային ոստիկանություն կամ պետական որևէ այլ մարմին, հետո նորից ԴՀԿ հորձանուտում քաղաքացու զինանոցում եղած օրենքով պաշտպանվելու մեխանիզմները արդյունավետ չեն։ Արտակ Զեյնալյանը գործնականում սա քանիցս ապացուցել է։ Նելի Հարությունյան, Գառնիկ Սիրեկանյան, Սունանկյուն։ Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ազգային ժողովի ընդունած օրինագիծը հասարակության շրջանում լայն արձագանք չգտավ։ Մինչդեռ այն առնչվում է բոլորին և նախատեսում է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորություն։
Համոզված եմ, որ շատերը հանկարծակի եկան, բայց միշտ ապեք եզրակացություններով։ Փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում եւ որոնք են առավելություններն ու թերությունները։ Եվ այսպես, պատկերացրեք մահվան ելքով վթար։ Գիտնականները ապացուցել են, որ նոր մահացած օրգանիզմում կան օրգաններ, այդ թվում ենթաստամոքսային գեղձ, թոքեր, լյարդ, երիկամներ, որոնք կարող են շարունակել կենսագործունեությունը, եթե իհարկե հարվածից չեն վնասվել։ Օրինագծի հեղինակները կարծում են, որ հնարավոր է կարճ ժամանակում ապահովել մահացածի կենսագործող օրգանի փոխպատվաստում եւ այն տեղադրել այսպես կոչված ռեսիպիենտ կամ ընդունող մարդու օրգանիզմում։ Այդ եղանակով կարելի է փրկել հարյուրավոր կյանքեր, համոզված են փաստաթղթի կողմնակիցները։ Մի կողմ թողնենք այս գործընթացի իրավական նորմերը, մանավանդ որ ոչ բոլորը կհամաձայնեն իրենց հարազատի օրգանը կամ օրգանները տրամադրել այլ մարդու։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է գործընթացն իրականացվելու, քանի որ մեզանում դեռ քիչ չեն սնոտիապաշտները։ Պարզվում է, մեր եկեղեցին հստակ դիրքորոշում ունի միայն ողջ մարդկանց օրգանների փոխպատվաստման հարցում եւ խնդրին ծայրահեղ բացասաբար է վերաբերում, անկախ նրանից, թե որ օրգանի մասին է խոսքը։ Օրգանը պատկանում է տվյալ մարդուն ու նա ապրելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին նա, ում ուզում են պատվաստել այդ օրգանը, ասում են հոգևորականները եւ նշում, որ միայն Աստված է որոշում, թե մարդ ինչքան պետք է ապրի։ Չեն ընդունում նույնիսկ մեկ երիկամի պատվաստումը, չնայած եւ դոնորը եւ ռեցիպիենտը կարող են լիարժեք կյանքով ապրել մեկ երիկամով։ Իսկ մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստման մասով անորոշություն է, թեև եկեղեցու սպասավորների շատերի կարծիքով, եթե մարդու մահից հետո մարդու օրգանները կարող են օգնել մեկ այլ մարդու, ուրեմն դրանք կարելի է օգտագործել ու դրանում վատ բան չկա։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Ապրել այլ մարդու մեջ» հետաքննությունը։ Ուրեմն այդ երիկամի կողմից չափերը, կառուցվածքը, պահպանված անոթավորումը եւս նորմալ։ Իմ երիկամը առողջ է, վաղտես բերել եմ։ Օրինակ այսօր Հայաստանում 700 մարդ մոտ սպասում է երիկամի փոխպատվաստման։ Առայժմ նրանք ստիպված են, այսպես ասած, յոլա գնալ դիալիզով։ Գառնիկը հենց նոր է ավարտել դիալիզը։ 3-4 ժամ տևած պրոցեդուրայից հետո բավականին հոգնել է, բայց արդեն սովորել է։ Շաբաթական 3 անգամ հիվանդանոցում այս սարքի օգնությամբ օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից։ Միացնում են դաբարակը, արյունը հանում են մարմնից, ֆիլտր կա հատուկ, որը մաքրում է։ Այդ ֆիլտրի միջով բերվում է, արյուն նորից վերադառնում է մարմնի մեջ։ Երիկամների խնդիր է առաջացել դեռ 1989-ին, երբ առողջության վատթարացման պատճառով դիմել էր բժշկի ու պարզել, որ դրանք դադարում են գործել։ Սուրբ բողոքում լինում երիկամի, որ երիկամը սկսում է մեզը պակասում է կամ չի գալիս, կամ գալիս է թուները հետը դուրս չի բերում, հա։ Ու սկսում է թուները կուտակում են արյանի մեջ, ու սկսում է վատ զգալ, ճնշում է բարձրանում, չգիտեմ ինչ։ Այդ շրջանում բախտը ժպտացել է Գառնիկին։ Խորհրդային տարիներին տեղի է ունեցել ավտովթար, որը մի կողմից ողբերգության պատճառ է դարձել, մյուս կողմից դեռ տակավին երիտասարդ Գառնիկին երկար տարիների կյանք ապահովել։ Նրա համար դոնոր էր հայտնաբերվել։ Այդ դոնորի տվյալները այդքան չեն ասում Իվաններին։ Պարզապես ես գիտեմ, որ այդ բերել էին նույնիսկ երիկամ, բերել էին շատ հեռու քաղաքից։ 25 ժամ անցել էր, փող ուզեցինք, այն ժամանակ ինչքան հիշում եմ, կարծեմ 70,000 ռուբլ էր։ Եվ ահա 21 տարի անց 2013-ին նորից առողջությունը վատացել է։ Պատվաստված երիկամը կամաց-կամաց դադարել է գործել։ Եթե հիմա լիներ նոր դոնոր, նորից հնարավոր կլիներ պատվաստել, բայց համապատասխան երիկամ այս պահին չկա։ Ուրիշներից խնդրելն էլ ճիշտ չի համարում։ Ասենք իմ երեխաները վերցնեմ, իրանք ես առաջի կարգում, իրանք երկրորդ կան, արդեն հնարավոր չի տնել։ Գուցե ամենի քրոջը եղբորը իրանք էլ չեն առաջարկում, որ ասեմ թե բանի մայրս է առաջարկում 70 քան տարեկան է, իրանն էլ արդեն տարիքը շատ մեծ է, իրան չի լինի, որ իրանից վերցնել։ Փոխպատվաստման համար կիրառվում են ողջ եւ մահացած դոնորներից վերցված օրգաններ։ Հայաստանում մահացածներից օրգաններ առայժմ չեն վերցնում։ Մենք ունենք միայն կենդանի դոնորների տրանսպլանտացիա, փոխպատվաստումը, որը երբեք չի կարող բավարարի այն պահանջը, որը մենք ունենք Հայաստանում։ Մենք անում ենք ընդամենը 10 մոտավորապես փոխպատվաստում, երբ որ պետք է օրինակ 200։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ասենք ավտովթարների հետևանքով մահացածների մեծամասնությունը գլխուղեղի վնասվածք են ունենում, այսինքն մյուս օրգանները հիմնականում մնում են անվնաս եւ ուրեմն ենթակա են փոխպատվաստման։ Պատկերացնել կարելի է, թե տարեկան քանի օրգան է ոչնչանում, որոնցով հնարավոր է տասնյակ կյանքեր փրկեին։ Օրինակ Իսպանիայում մարդկանց 70% իրանց վարորդական իրավունքների մեջ հատուկ բանկա կնիկ կա խփած, որ դոնոր են իրանք։
օրգանները կդագում են պատվաստումների համար, որ ասենք վտարի լինում, չգիտեմ ինչ հարց է լինում, դենց որ մահանում է, առանց հարցնելու, առանց որևէ բանի, առանց հարազատի, կնիկը կա միանգամից արդեն այդ process կազմակերպել օրգանները վերցնելու հարցը։ Մենք տեսանք, որ մարդիկ, որոնք որ պետք է ստանային օրինակ ասենք վարորդական իրավունք, իրանց համար հարցումներ է ցույց են տալի, որ անընդունելի էր, որպեսզի այդ իրավունքը ստանալուց համել իրեն գրեն, որ մենք համաձայն ենք մահանալու դեպքում դոնոր լինենք։ Վերջերս մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստվելու մասին օրենքում փոփոխություններ կատարվեց, որով հնարավոր է տեղաշարժ լինի այս ոլորտում, ասում է Արա Բաբլոյանը։ Առաջ օրենքը կարգավորում էր, որ ամեն մարդ պետք է իրեն համաձայնությունը տա, որպեսզի լինի մահանալուց հետո համարվի դոնոր։ Մենք փոփոխություն արեցինք եւ մտցրեցինք, որ մարդը իրավունք ունի հրաժարվել դոնոր լինելուց։ Եթե ինքը չի հրաժարվել, այդ պարագայում ինքը նշանակում է համաձայն է, որ դոնոր կլինի։ Նախկինում, եթե մարդը կյանքի ընթացքում դոնոր դառնալու համաձայնություն էր տվել, հարազատների թույլտվությունը պարտադիր չէր։ Հիմա արդեն այդ համաձայնությունը պարտադիր է։ Իհարկե, ընտանիքի հետ պետք է ճիշտ աշխատանք վարել, որպեսզի ընտանիքը հասկանա, ամեն ինչ արվեց մարդու կյանքը փրկելու, բայց չփրկվեց, բայց դրանից հետո օրգանը պատվաստելուց հետո եթե ուրիշ մարդու կյանքը փրկվել, ինչու՞ չէ ինքը կարող է եւ նույնիսկ իրեն հարազատի, այսպես ասած, զգացմունքը այո ունենա այդ մարդուց, որ դա պատվաստված է։ Բայց միայն մահացածի անվնաս օրգանների առկայությունն ու հարազատների թույլտվությունը բավարար չեն փոխպատվաստման համար։ Դա 1-2 դեպքով չի, որ ինչ որ մեկը, ասենք, ավտովթարից մահացավ, վազեք օրգանը պես չի լինի։ Դա պետք է առաջինը դա ուղեղի մահի ֆիքսումն է, մարդը կարող է սիրտը աշխատի, շնչացնեն, բայց ուղեղը արդեն մահացած է, հենց այդ դրանք են կանդիդատները էլի փոխպատվաստման, բայց մարդիկ մահանում են եւ ուղեղի մահը ընդհանրապես չի ֆիքսվում։ Պետք է ստեղծվի համակարգ, որտեղ կգրանցվեն օրգան սպասող հիվանդների հերթերը, մանրամասն տվյալների բազայով։ Բացի այդ, պետք է լինեն կոորդինատորներ, որոնք կֆիքսեն, թե որտեղ է մարդ մահացել, ինչ պայմաններում, նրա օրգանը հերթում սպասողներից որևէ մեկին կհամապատասխանի, թե ոչ։ Բելարուսիայի օրինակը, որոնք մի քանի 5 տարվա մեջ դրեցին թիակային փոխպատվաստումը մի այնպիսի մակարդակի վրա, որը իրոք նախանձելի է։ Այդ ծրագիրը վերցել էր իր հովանավորության տակ երկրի նախագահը։ Դա ինստիտուտ էր մեծ աշխատում, որ ոչ մի օրգան չէին կորցնում բոլոր հիմնարկներում, ցանցներ աշխատում էլի, ստացվում է, ինֆրաստրուկտուրան այսպես ասած։ Այստեղ կարևորն արագ աշխատելն է, քանի որ մարդու մահից հետո օրգանները հնարավոր է պահել կարճ ժամանակ, հետո դրանք դառնում են ոչ պիտանի։ Այս հարցի քննարկման ժամանակ մարդկանց ամենաշատը հետաքրքրող հարցը ֆինանսականն է։ Որն է օրգան տվողի շահը։ Օրգանների վաճառքը աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, արգելված է, չնայած որոշակի ֆինանսական փոխհատուցում օրգանի փոխպատվաստման համար պետք է ի վերջո լինի, որպեսզի process-ը շահագրգռի։ Դա պետք է մեծ հիվանդանոցները, որոնք ունեն մեծ ինտենսիվ թերապիայի բաժիններ, վերակենդանացման բաժիններ, նրանք լինեն շատ շահագրգռված նրանում, որ մահացած մարդու օրգանները չկորեն։ Նրանք պետք է ինչ-որ մի բան ստանան այդ գործունեության համար, ֆինանսապես ինչ-որ աջակցություն ստանան։ Օրգանների փոխպատվաստման խնդիրը հնարավոր չէ չքննարկել նաև էթիկայի տեսանկյունից։ Շատերի համար հարց է, թե ինչ մոտեցում ունի եկեղեցին։ Մեծ հաշվով այդ դիրքորոշումը պետականից չի տարբերվում։ Եկեղեցին ընդունում է միայն այն դեպքում, երբ չի կատարվում շահադիտական նկատառում, այսինքն առևտուր տեղի չի ունենում։ Պարզապես դրամի եւ շահառության բիզնեսի նպատակով կատարվում են մարդկային կյանքի սրբազան արժեքի դեմ ոտնձգություններ։ Այս խնդրի մասին պարզվում է հայ մտավորականությունը արտահայտվել է դեռ 13-րդ դարում, երբ գիտությունը բուն օրգանների փոխպատվաստումից շատ հեռու էր։ Կիլիկյան Հայաստանում մեր հայտնի վարդապետներից մեկը Հովհաննես Երզնկացին խոսում էր, որ մահապարտները կամ մահապարտ մարդկանց մարմինները կարող են օգտագործվել բժշկական հետազոտությունների համար, որովհետև այդ մարդկանց մարմինն ուսումնասիրելով կարող են փրկել մյուսներին։ Գառնիկն առայժմ հույս չունի, որ բոլոր չափանիշներով համապատասխանող ինչ-որ մեկը կգտնվի եւ կհամաձայնի օրգանն իրեն զոհել։ Ես էլ տարիքով եմ, էլի ինձանից տարիքովներ կան, բայց հիմնականում այդ դասարտներ կան, որ կոն իրանց համար այդ միտիկ իրարեն Հայաստանում այդ դիագային փոխպատվաստում շատ մեծ բան կլինի։ Արդեն տարիներ դիալիզով գոյատևող մարդը հուսով է դեռ երկար ապրել այսպես, մինչև որ մահացածներից օրգանների վերցման ծրագիրը վերջապես տեղից շարժվի ու արդյունք տա։ Արմեն Աթելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգին։ Կհանդիպենք քիչ անց։
դաշվել են վարորդի եւ ուղևորի գլուխների տեղերը։ Խաչն է փրկել, խաչը։ Այս տղան, որի գլուխը փաթաթած էր բինտով, որոշ սրբագրումներ մտցրեց։ Տաղայրան հետքեր, ինչ պազեզդի ծնկներ։ Լուսակրի վրայի ցուցանակն ընկնում է անսորտների վրա։ Իկարուսից Իտարը մնաց։ Շատերը ճաշակած կլինեն այնտեղի էկզոտիկ ուտելիքները։ Այս բալոնը բռնի ոտս դրան վրա։ Մի սրա վզի հաստությանը նայեք, մալականի տապոր անգամ չի կտրի։ Ես ծեցել եք մաչա։ Ինչ իմանա։ Ցավոք, երկրորդի կյանքը փրկել չհաջողվեց։ Այսյան որակ լոդկեք նայել է եղել։ Ով է այն վիժվասկը, որի ձեռքը բարձրացել է 4 ամսական երեխայի վրա։ Հարավ մղախել եք։ 90-ականներին, երբ շատերը փորձում են կապիտալ կուտակել, հաճախ ենք լսում առևանգումների, սպանությունների եւ արատավոր այլ երևույթների մասին, որոնց պատճառը ընչաքաղցությունն էր։ Անշուշտ հիշում եք, թե որոշները ինչպես էին լուծում հարցերը։ Այո, այսպես կոչված քրեական հեղինակությունների միջոցով։ Այդ ժամանակներն անցան, սակայն որոշ հորի երևույթներ մնացել են, մասնավորապես առևանգումը։ Մինչև այժմ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հարցերը փորձում են լուծել ուժի միջոցով։ Ահավասիկ, Ավանի բնակիչ, առավելապես Գագ ջան մականունով հայտնի Գագիկ Ասատրյանը։ Ինչ կամ ինչով էր մտածում, որ ընկերների հետ օրը ցերեկով առևանգում էր նույն թաղամասի բնակիչ 34-ամյա Արթուր Հարությունյանին։ Ընդ որում, առևանգման ձևն էլ է ուշագրավ։ Երիտասարդին իջեցնում են իր մեքենայից, բռնի ուժով մտցնում իրենց մեքենայի բեռնախցիկ, ուղևորվում Քանաքեր Զեյթունում գտնվող Կիրզա սրճարան, իջեցնում ու դաժանորեն ծեծում։ Երիտասարդը անգիտակից վիճակում հայտնվում է հիվանդանոցում, Գագջանն ու ընկերներն էլ ոստիկանությունում։ Ու ինչ է պարզվում։ Արթուր Հարությունյանը անվադողեր է գնում, մի մասի դիմաց վճարում է, խոստանալով մնացածը վճարել պայմանավորված ժամկետում։ Ժամկետը չլրացած ենթարկվում է հարձակման։ Ընդ որում, գումարն էլ մեր տեղեկություններով մոտ 60,000 դրամ է եղել։ Հիմա այդ գումարի պատճառով Գագջանն ու ընկերները մի քանի տարի կանցկացնեն ճաղավանդակներից այն կողմ։ Ինչ արեցին, իրենք էլ չհասկացան։ Նախորդ թողարկմանն անդրադարձանք որոշ տնտեսվարողների կողմից հակահարդային եւ տեխնիկական անվտանգության կանոնների անտեսմանն ու դրանց հետևանքներին։ Նշեցինք, որ թեև տեսչական ստուգումները մինչև հունվարի 1-ը դադարեցվել են, սակայն այդ հանգամանքը չպետք է հանգստացնի տնտեսվարողներին ու պարտավոր են աչալուշ լինել։ Եվ նոր դեպք Երևանի կենտրոնում, Թումանյան 2 հասցեում գտնվող Պեկին-չինական ռեստորանում։ 20 կիլոգրամանոց բալոնից գազի արտահոսքի կուտակման հետևանքով տեղի ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ։ Արվել է խոհանոցի առաստաղը, կոտրվել են ռեստորանի ցուցափեղկերը։ Միայն երջանիկ պատահականությամբ է հնարավոր եղել խուսափել զոհերից, թեպետ աշխատակիցներից մեկը հայտնվել է հիվանդանոցում։ Այ հենց նման դեպքերից խուսափելու համար էինք զգուշացնում։ Իդեպ, չեմ կարծում, որ չինացիները իրենց երկրում կարգել էին տեսչական ստուգումները եւ բացի այդ տեխնիկական եւ հակահարդային անվտանգության կանոնների խախտման համար մեղմ պատիժ լիներ։ Հետևաբար կարելի ասել, որ մեզանում անպարժելիության լավագույն նախադրյալներն են ստեղծված։ Հետո էլ ասում են Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար գրավիչ չէ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, ով ինչ անի, իրեն կանի տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, անցնող շաբաթը այն բացառիկ շաբաթներից էր, որ ցավոք հարուստ էր թե քրեական քրոնիկոնի, թե դժբախտ պատահարների, թե վթարների առումով, ու ցավոք կրկին հնարավոր չեղավ խուսափել զոհերից։ Ընդ որում, որոշ դեպքերում իրավիճակը պատկերացնելու համար անգամ վառ երևակայությունը չի փրկի, սակայն այդ մասին թողարկման վերջում։ Սկսենք վթարներից։ Մասնավորապես Չարաբաստիկ Երևան-Գյումրի ճանապարհից, թեպետ այս դեպքում այն Չարաբաստիկ չէ անվանի, այն պարզ պատճառով, որ հրաշքով խուսափեցինք զոհերից։ Խաչն է փրկել, խաչը։ Դիտելով Volkswagen-ի ու Zero-ի վիճակը հիմա զարմացած կասեք, թե կարող է Շամշյան մի բան շփոթել է։ Ինչ հրաշքի մասին է խոսքը։ Չէ, ժողովուրդ ջան, փոթմունք չկա։ Ու գիտեք ինչն է պատճառը։ Այո, այս արգելապատնեշները, որոնք եթե չլինեին, հաստատ գոնե Zero-ի մեջ սաղ մարդ չէր մնա, քանի որ արգելապատնեշներից այն կողմ մի եկած զոր էր։ Ու ինչպես տեսնում եք մեքենայի դիրքից, այնտեղ հայտնվելու հավանականությունը բավականին մեծ է եղել։ Ակամա հիշեցի անցած թողարկմանը Դիլիջան Վանաձոր ավտոճանապարհի Լերմոնտովո գյուղում դաժան վթարը, երբ մահացան 27 եւ 18-ամյա երիտասարդներ։ Լինեին արգելապատնեշները, մեքենան այս օրը չէր ընկնի։ Ինչևէ, կարծես շեղվեցինք թեմայից ու դժվար չէ նկատել, որ Volkswagen-ը նույնպես էժան է պրծել։ Չնայած ինչպես տեսնում եք, առջևի դիմապակու վրա դաշվել են վարորդի եւ ուղևորի գլուխների տեղերը։
Փոխարենը հիվանդանոց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Զրոյինի վարորդը 43-ամյա Հուսիկ Թորոսյանը։ Չի է դա, если бы քարշակոտան, ես իրա խոդով ոնց կեթա։ Սա էլ մայրաքաղաքի միասնիկյան պողոտան է, որտեղ շղթայական վթարների պակաս երբեք չի նկատվել, ու այս դեպքը եւս բացառություն չէ։ Մի տեսեք, թե քանի մետր են ոտքով իջնում, մինչև հասնեն վթարված վերջին մեքենային, ու բնականաբար հասկացաք, որ այդ օրը մի քանի ժամ զռլամա այս պողոտան կաթվածահար եղավ։ Կարելի է իհարկե արձանագրել, որ շղթայական խոշոր այս վթարի հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն կար ժամանակ անց դեպքի վայրում հայտնված այս տղան, որի գլուխը փաթաթած էր բինտով, որոշ սրբագրումներ մտցրեց։ Տրակել է, ասենց իջած քշել է, ավտոն երևի փակցրել է, չպարի։ Չեք հավատա, բայց դեպքը տեղի է ունեցել առավոտ կանուխ 5:20-ի սահմաններով։ Թե ասա այդ ժամին այսքան մեքենա ինչ էր անում ստեղ։ Մի խոսքով, ինչպես տեսնում եք, բախվել են Նիվան, Մերսեդեսը, 06-ը, փայտով բարձված Զիլը եւ պարսկական Սամանդը, Այմարտ, լեզուս ջարդված։ Լուրը իմանալուն պես դեպքի վայր են հասնում ճանապարհային ոստիկանները, ովքեր Նիվայի մեջ հայտնաբերում են այրան հետքեր։ Դե դա սպասել էր, քանի որ ամենաշատը տուժել էր Նիվան, ու այս երիտասարդը իրականում պիտի մոմ վառի, որ չի հայտնվել մի քանի կուբամետր փայտի տակ։ Սա այրան հետքեր է, ինչ պաձեզդի ծնգնել։ Բինտով գլուխը փաթաթած տղան իրականում ոչ միայն ֆիզիկական տրավմա էր ստացել, այլ մտավոր։ Սկզբում ընկած ճանապարհային ոստիկան Նովել Աշրաֆյանին բռնեն նովելներ էր պատմում ու փորձում համոզել, թե ինքը վթարի հետ կապ չունի։ Նիվայի մեջ չի եղել ու վնասվածքը ստացել է իրեն չենքի մուտքի մոտ։ Հետո երևի հասկացավ, որ ավելի շատ բարդություններ կունենա, մեկ էլ պիտի ապացուցի, որ ծեծի չի ենթարկվել եւ այլ կարգի բաներ։ Սկսեց, թե Նիվայի վարորդը ընկերն է ու տենց բաներ, բայց մինչև վերջ չգիտես ինչու չընդունեց վթարում իր ներկայության փաստը։ Ու թեպետ արդեն տեղում հայտնի դարձավ, որ բինտավորը եղել է Նիվայում, սակայն ոստիկանության նոր-նորքի բաժնի աշխատակիցները վերջնական ճշմարտացությունը ստանալու նպատակով նյութեր են սկսել նախապատրաստել։ Թե ասա ինչ արիր, քեզ պետք էր ավելորդ պատմությունների մեջ ընկնել։ Տենաս խելք բաժանելու ժամանակ ինչա բարձելը սրա կողքով անտարբեր անցել։ Այսի այրան հետն է։ Էսի արունչի բա ինչա։ Քանից ես խոսել ենք ճակատագրի գործոնի մասին ու ամեն անգամ հանգել մի պարզ ճշմարտության, մարդ պիտի բախտ ունենա։ Հոկտեմբերի 13-ին երեկոյան ժամը 21-ի սահմաններում արված այս կադրերը դիտելով չեք էլ կարող պատկերացնել, թե իրականում ինչ ավարտ է ունեցել Land Cruiser-ի ու Dodge-ի բախումը։ Մինչ կպատմեմ, թե ինչպես է ճակատագիրը հեքնել մայր ու դուստրին, առաջարկում եմ դիտել վթարի պահը։ Դժվար չէ նկատել, որ ավելի շատ մեղքի բաժինն ուներ Land Cruiser-ի վարորդ 50-ամյա Գագիկ Ղուկասյանը, որը ինչպես շատ դեպքերում է պատահում, խաշմերուկն անցնում էր Դեղինի ու Կարմիրի արանքում ու դրա արդյունքում հարվածեց 23-ամյա Դավիթ Բեկջանյանի Նիվային, բայց կինոն հարվածից հետո է եղել։ Հիմա վթարը տեսեք մեկ այլ տեսախցիկի արձանագրմամբ։ Ինչպես տեսնում եք, Նիվան դուրս է եկել երթվեկելի գոտուց, հարվածում ճանապարհի խաշմերուկի կարգավորող լուսակիրին, ինչի հետևանքով լուսակիրի վրայի ցուցանակն ընկնում է անցորդների վրա, իսկ անցորդները մայր ու դուստր են՝ 37-ամյա Հերմինե Անախասյանն ու 17-ամյա Մերի Թամարյանը։ Գլխի եւ մարմնի տարբեր մասերում ստացված վնասվածքներով նրանց տեղափոխում են հիվանդանոց, որտեղից հայտնեցին, որ դուստրը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այ քեզ ճակատագրական դիպված։ Հիմա ներկայացնենք նորին մեծություն հրդեհի գործած հերթական ավերածությունները։ Սկսենք Դավիթաշենից, որտեղ Իկարուսից Իտարը մնաց։ Դրա մեջ համոզվելու համար շատ բան պետք չի։ Պարզապես անզեն հայաց գցեք ավտոբուսին եւ համոզվեք, որ այն այլևս խորը անցյալ է։ Պարզվում է, դեռևս 2 տարի առաջ էր անցել հուշերի գիրկը, սակայն չգիտես ինչու, սրատերը այն որպես իկոնա էր պահում, բայց եթե հանկարծ հրշեջները մի քիչ ուշանային, ապա ել չէի կարող համոզմունքով ասել, որ ճակատագիրը անգութ չգտնվեց եւ աչքով արեց այս հատվածում բնակվողներին։ Եթե կրակը տարածվեր, ապա կարող էր պայթեր հարևանությամբ կայանված բենզատարը։ Ամեն դեպքում ափսոս էր։ Դիտելով ավտոբուսը, մարդն ընկնում էր հեռավոր հուշերի գիրկը եւ հիշում, թե ինչքան էր սրանով երթևեկում։ Ինչևէ, սա պիտի դաս լինի բոլորի համար, որ նման ժառանգությունից անհրաժեշտ է ազատվել, թե չէ լրիվ ստացվում է Ստանիսլավսկու ասածը, եթե պատից հրացանա կախված, ուրեմն մի օր այն կկրակի, զգույշ եղեք։
Կրակի մյուս թիրախը չինական Պեկին ռեստորանն էր, որը գտնվում է մայրաքաղաքի են սրտում։ Շատերը ճաշակած կլինեն այնտեղի էկզոտիկ ուտելիքները, բայց հեչ պատկերացած չեն լինի, որ օրերից մի օր, ավելի ճիշտ հոկտեմբերի 10-ին պիկ համարվող ժամին 21:00-ին պիտի ականատես լինեին այս տեսարանին։ Ասում են չինացիները կարգապահ են, բայց արի ուտես, որ լավ էլ օգտվում են այն բաց թողումից, որ տեսչական ստուգումները արգելվել են, ու էլ հավես չեն անում հակահրդեհային եւ տեխնիկական կանոններին հետևել։ Հավեսը փախավ, կրակը եկավ։ Ռեստորանի խոհանոցում դու մի ասա, չեն նկատել, որ 20 կիլոգրամանոց բալոնից արտահոս կա, ու ի վերջո տեղի ունենում այն, ինչին ականատես եղանք վերջին մի քանի շաբաթում արտադրական տարբեր ձեռնարկություններում։ Այս բալոնը բռնի ոտոց դնան վրա, էլի շուրջը։ Պայթյունի հետևանքով հրդեհ առաջանում, որն ինչպես տեսնում եք, իր հսկողության տակ է առնում խոհանոցը, մասնավորապես կախովի առաստաղը, ջերմահարում ջրատաքացուցիչը եւ վարկյանական կոտրում ռեստորանի ցուցափեղկերն ու սառնարանի ապակիները։ Փառք պիտի տանք, որ զոհեր չունեցանք։ Ուժերց միայն ռեստորանի աշխատակից 57-ամյա Սեդա Հարությունյանը, որը հիվանդանոցում առաջին օգնություն ստանալուց հետո իր կամքով հեռացել է, բայց հենց նման դեպքերի համար են ասում, որ պապը ամեն անգամ փլավ ու բրինջ չի ուտում, թեկուզ չինական։ Հետևաբար, հենց տնտեսավորողները պետք է գիտակցեն, որ հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը բխում է հենց իրենց շահերից։ Մի սրա վզի հաստությանը նայեք, մալականի տապոր անգամ չի կտրի, թե այդ 60,000 դրամը քեզ ինչ էր տալու, համոզված եմ, որ ոչինչ, քանի որ այս պարանոցը ֆորումի մեջ պահելու համար 6 միլիոնն էլ բավարար չի լինի, բայց ուշագրավն է նա, որ 49-ամյա այս անձնավորությունը Գագիկ Ասատրյանը նաև ունիկալ մականուն ունի։ Լսեք է, Գագ ջան, այս մեր Գագ ջանը նաև ազիզ ընկերներ ունի, որոնց հետ ոչ տանու ոչ բերումը որոշումը նակազատ անի 34-ամյա Արթուր Հարությունյանին, որն անզգուշություն է ունեցել մեքենայի անիվների համար գումարը միանգամից չտա, այլ մաս փակվի։ Ի վերջո, այս ամեն ինչը, այս ամբողջ պատմությունը 56,000-ի համար է։ Այո, 56,000-ի համար է։ Մտնել սերվիս, ավիակա հասցվել իմ հասցեին, հետո ես հեռախոսով ավիակա հասցնողին ու դարել ես պատմություն։ Ու դեռ խոստացած ժամանակը լրացած չի լինում, մեկ էլ Գանգ ջան ընդ կոմպանին ոչ տանում ոչ բերումը Արթուրին իջեցնում են նրա Մերսեդեսից, որն այժմ տեսնում եք, տեղափոխում իր Մերսեդեսի բերնախցիկը ու հայդա զեյթուն, Էրգի ռեստորան, որը նախկինում Կիրզա է կոչվել։ Մտցնում են ռեստորան ու տուր թե կտաս։ Դու ես ծեցել այդ մաչը։ Ո՞վ է ծեցել։ Ինչ իմանում։ Դու որտեղ ես եղել, որ ծեցել ես։ Տունը քնած եմ երևի եղել, չգիտեմ երբ ինչ ոնց է։ Չես էլ ճանաչում այդ մարդին, որ ծեցել է։ Չէ։ Բա մասին եմ խոսում։ Քեզ չի անհարել դա կատարել։ Արևանման ուժ գործը դրել։ Ում հանդեպ արևանում կատարել եւ ուժ գործը դրել։ Չեմ ճանաչում այդ մարդուն։ Բայց ինչ գիտես ում մասին որ չես։ Դե առավոտը ցույց տվին բոմժ է մի հատ։ Ես հետ այս բոմժ էի ճանաչում։ Դիտելով սրանց ջաները կարելի է ասել, որ Արթուրը իրոք լավ ծեծ է կերել, ինչի հետևանքով էլ անգիտակից վիճակում հայտնվել է հիվանդանոցում, բայց կրկնում եմ, ջանները, դու մի ասա, պարանոցից վերև գտնվող հատվածում, որը գլուխ են անվանում, իրականում այդքան լիքը չի, ու չեն հասկացել, որ կար ժամանակ անց իրենք են որսացու դառնալու։ Չգիտեմ, թե ինչքան կտան խմբակային առևանգման ու դաժան ծեծի համար, բայց լավ կլինի մի քիչ խելք տան, որ հաջորդ անգամ հասկանան, որ հեռավոր 90-ականները այլևս չեն վերադարձնի, որ եղունգ ունես քո գլուխը քորի, այլ ոչ թե ուրիշին է, առողջություն եւ շուտապույտ ապակինում Արթուրին։ Իրենք ձեզ օգնել են հիվանդանոց տեղափոխել։ Ոչ։ Այժմ անցնենք ողբերգական ելքով պատահարներին ու էլի ջրասուզակ։ Այս մարկանց վերջին մեկ ամսում այնքան տեսա, որ կարծես արդեն մոտ հարազատ են դարձել։ Ասեմ ձեզ, վատ տղեր չեն, ուղղակի ցավոք վատ առիթներով ենք տեսնվում։ Հերթականը հոկտեմբերի 11-ին առավոտյան էր։ Ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Սիփանի գյուղի արհեստական լճակում մի քաղաքացի ջրահեղձ է եղել, իսկ մյուսի կյանքին վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս կապուտ գույնի որ կա, այս նավակն։ Հա։ Երևի ինչ-որ բանի ամիշներ են, այդ ամիշների կպելա, ճղվելա, ծաղվելա։ Երոպա ճանապարհ։ Անմիջապես դեպքի վայր են հասել փրկարարները, որոնցից Մայիս Հովակիմյանը եւ նույն գյուղի բնակիչ 31-ամյա Հարություն Սարգսյանը համատեղ ուժերով կարողանում են մեծ դժվարությամբ լճակից դուրս բերել Քանաքեռ Զեյթունի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ավետիսյանին։ Մասիսի շտաբօգնության բրիգադն անմիջապես նրան առաջին բուժօգնությունն է ցուցաբերում եւ տեղափոխում հիվանդանոց։ Շատ են փչել երևի տատանում է տվել բան։
Էս այդ պատրված տեղն է, էլի, չէ։ Ցավոք, երկրորդի կյանքը փրկել չհաջողվեց, չնայած որ փրկարարներն ու գյուղի բնակիչներն արել են առավելագույնը։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են ջրասուզակները փորձում ջրից դուրս բերել մահացածի դին, որի տվյալները նկարահանումների պահին հայտնի չեն։ Միայն տեղեկացան, որ մայրաքաղաքի ջրվեժ թաղամասի բնակիչ էր։ Օգնեք իրան արդեն դե։ Էս անորակ լոդկեքն է էլի եղե։ Սրա վրա մարդ պետք է հույս չդնի, է։ Նա դերին դրա համար սենց օրն կանել է։ Ասա ձեզի պետք էր։ Լավ, ինչքան կարելի է զգուշացնել, հորդորել, որ ուշադիր եղեք։ Ջուրը կատակ չի սիրում, ոչ մի կերպ չեն ընկալում։ Թե ասա արդեն ձմեռն է մոտենում, ինչի եք էլի գնում այդ անտեր ջրավազանները, մի երկու ձուկ բռնելու համար կյանք խորտակում։ Եվ վերջում սարսափելի մի դեպքի մասին, որը ոչ մի կերպ չի տեղավորվում բանականության սահմաններում եւ վեր է նույնիսկ ամենավառ երևակայությունից։ Մինչև հիմա երբ հիշում եմ, թե ինչ վերապրեցինք այն կես ժամվա ընթացքում, երբ փորում են այս փոսը, շողուլի չեմ գալիս։ Եվ ուրեմն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությունը օպերատիվ տվյալները ձեռք բերում, որ աշտարակի Վանա լճի փողոցին կից հանդամասում գետնափորում երեխայի դիկ է թաղված։ Նույնիսկ ամենաստաժավոր ոստիկանը համոզված է այս լուրը լսելիս կկարկա ամեր։ Դե հիմա պատկերացրեք, չնայած ինչ պատկերացրեք, կարող եք դիտել դեպքի վայր ժամանած ոստիկանների, քննիչների, դատական բժշկի, փորձաքրեագետի եւ այլոց դեմքերը, որոնք լարված սպասում են, թե ինչ են տալու այս որոնումները, հոգու խորքում հույս փայփայելով, որ ահազանգը կարող է կեղծ լինել։ Դուստը արդեն են կողմից բարձրացնում են տակի շորից այդ են։ Կամած դուր։ Հիմա տեղից հետևից հաստատում եք էլի, որ մարդու կմախքա էլի մարդու։ Ցավոք հրաշք տեղի չունեցավ, ահազանգն էլ կեղծ չէր։ Հողի միջից դուրս բերվեց 4 ամսական երեխայի դին։ Մինչ հասնում էի դեպքի վայր, անընդհատ մտածում էի, թե ով է այն վիժվազքը, այն տականքը, որի ձեռքը բարձրացել է 4 ամսական երեխայի վրա, ու պարզվեց հետևյալը։ Աղջիկ երեխան թաղվել է 7 տարի առաջ, հանգամանքներն էլ ավելի սահմռկեցուցիչ են եւ վկայում են մարդկային անսպար դաժանության մասին։ Դերդերի մոտ ճիշտի թողություն խնդրեցի։ Դե ասա մի ոնց է եղել, պատմի։ Մեկա թողություն խնդրեցի։ Ինչի համար դուք ներողություն խնդրեցիք։ Այդ բոլորը որ արել եմ ամասցի։ Ինչ էիք արել։ Մեղք էի գործել։ Հա, ինչ մեղք գործել։ 7 մեղքերի գող։ Հանցանք էի գործել, վերջինս տվել են գլխ։ Ինչ էիք արել։ Քարով իմ գլխին էի։ Տեսնում եք Մարկությանը անծանոթ այս երևույթին, որն իբրև կին է կոչվում։ Նա 38-ամյա Արմին Խաչատրյանն է, հենց որն էլ քարով հարվածել է երեխայի գլխին, երբ նա լալիս է եղել։ Սպանված երեխան այս Արմինեի կոչեցյալ նախկին ամուսնու 42-ամյա Հակոբ Հարությունյանի եւ 35-ամյա Անժելա Կարապետյանի դուստերն էր։ Բոլորն ապրելուց են եղել միասին, այսինքն Հակոբը մոտ 9 տարի Իսակարուստանը ապրում է իր երկու կանանց հետ, շեխի կյանք ավարում էլի, բայց դե դա կյանք չի։ Շարունակ խանդի հողի վրա այդ Արմինեն պարբերաբար վիճել է Հակոբի եւ Անժելայի հետ, ու մի օր էլ երբ երեխայի մայրն ու հայրը տանը չեն եղել, քարով հարվածել է երեխայի գլխին, ինչի հետևանքով 4 ամսական աղջիկը մահացել է։ Իսկ հիմա ամենասարսափելին, քրեական հետապնդումից խուսափելու համար Հակոբն ու նրա երկու կանայք որոշել են երեխային թաղել տան հարակից տարածքում, պատկերացնելն անգամ սարսափելի է, ու ինչքան էլ փորձեն ապաշխարել, սրանք դժոխքում պիտի այրվեն։ Մինչ այդ իհարկե պետք է համտեսեն Վալանդն ու Նառը, որտեղ հայտնվելու են սպանության հոդվածով։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար եւ խաղաղ անցնենք կյանքի կարճ ճանապարհը։ Կհանդիպենք հոկտեմբերի 25-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։